Անյան։ Տեսնում եք, թե ինչ արեց, ապրես Անուշ, մեր Սյունեցի Անուշ, եկեք բարձր ծափարենք։ Ոյ, լավ ես ինչ եք անում, ինչ եք ուզում մեզանից այսօր, ոնց են ձեզ քվեարկելու, այսքան մեկը մեկից լավը, այս ոնց եք պատրաստվել այս անգամ, Անուշ ջան բրավո, ամեն ինչ հիանալի էր ուղակի, թե տեսքից էդ բռնած, այսինքն դու իսկական ցուցադրական նոմեր մեզ ցույց տվեցիր, որտեղ եւ զարմացրեցիր եւ բերդ բարը տեսանք, էլ վերվերին, էլ ամեն ինչ, չգիտեմ, ու գլխավորը որ գծված, գեղեցիկ ունենք սկիզբ, ավարտ, դու շքեղ։ Ինձ հետաքրքիր էր տակառները իրենք հենց երաշտական չեն, չէ, ճիշտ եմ հասկացել։ Ձերքի գործը։ Իրականում չէ, ոչ, ձերքի աշխատանք է ամբողջությամբ ու պետք է նշեմ, որ Ամանի հեղուկի ոչ կայեր են։ Որտեղ նայում եմ զգում եմ, որ ինքը երաշտական գործիքի հետ կապ չունի, չեմ տեսել, չեմ նկատել։ Պղպջակներ են դարձած վերջում։ Ապրես, հրաշալի էր, միտքը, գաղափարը ամեն ինչը ընտիր էր, քեզ սազում էր ու դե իհարկե մեր այս վերջի բերդը դու էլ իրենց հետ կանգնեցիր, բրավո, ապրես, շնորհավորում եմ քեզ, հիանալի ելույթ էր, հիանալի։ Շնորհակալություն, Սուզաննա, խոսիր։ Շատ հուզվել եմ ամբողջ ընթացքում ելույթից, այսպես աչքերս լցվեցին, սիրտս լցվեց, թրթռաց, ինքնազգացողությունս վատթարացավ, հետ եկավ, մինչև այն պահը, երբ տեսա ոնց ես դու տղաների հետ կանգնում, ժողովուրդ, Անուշը եկավ նախագիծ որպես մի աղջնակ, առաջին հայացքից մենք տեսանք, պարոն Գյուլումյանը ասեց դե չգիտեմ, դհոլը, հայ աղջիկը եւ այլն, ուրեմն տեսեք իսկական հայ կնոջ, իսկական հայ կնոջ կերպարը այսպիսին է լինում։ Դու այնքան հզոր ես, այնքան ուժեղ ես Անուշ, ու դրա համար ես շատ հուզվել եմ, այս սա է իսկական հայուհին, ես հպարտանում եմ քեզանով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Տիգրան ջան, դե նախ ինձ համար զարմանալ էր, էլի երաշտական գործիքա հորինվե բեմի վրա։ Եկեք էլի փաստենք, բեմի վրա երաշտական գործիքա հորինվե։ Հրաշալի մի էմոցիոնալ կատարում էր, որտեղ արտիստիկ, երբ որ կատարման հետ միասին ոչ թե ջանքեր տապում միայն նվագեիր, այլ ամբողջ այսպես շոու ծրագիր էր, տրամադրություն էր, գեղեցիկ էր եւ այսպես լավ էներգիա փոխանցեցիր, ես տեսա շատ այսպես բեմական մեծ հրավառություն քո կողմից ապրես։ Շնորհակալ եմ։ Անդրե ջան, եզրափակենք։ Խոսացեք, քննարկեք, որովհետև իսկապես սա մեգա նախագիծ է, մեգա մասնակիցներով, անգամ կասկածի մի նշույլ չունեի, որ հենց մեր եզրափակիչը լինելու այսպես հզոր, Անուշ ջան, սա ուղղակի շատ հրաշալի բեմադրություն էր, շոու հիացրել ես ուղղակի, որ մասնակցություն ես ունեցել այս համարում եւ ապրես դե սպորտսմենուհի, գեղեցկուհի։ Բրավո, ուղղակի ես իսկապես հիացած եմ, նաև ուզում եմ ծափահարենք տղաներին, այս, չգիտեմ, շատ եմ որ Got Talent Հայաստան, չէ, հենց այնպես չի, որովհետև շատ հայկական է։ Բրավո։ Բայց այս ամենը հենց այնպես չի տրվում, գիտեք թե որքան աշխատանք են տարնում եւ ես հիմա նկատում եմ, որ Անուշի ձեռքը վնասվել է, նույնիսկ արյուն է գալիս, ինքն էլ չէր տեսել։ Անուշ ջան, շտապիր կուլիսներ, որպեսզի անպայման լուծես այս հարցը, ես տեսնում եմ այստեղ էլ վնասվածք ունեք։ Բան ես ուզում ասել, ասա Անուշ ջան։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մայրիկիս, որ այսպես կարողացել է ինձ ամեն ինչ անել, սկսած շորերից, գործիքներից, սկսած Բրավո։